Կարդացեք, փաստաթուղթն իսկապես լավն է։ Առանց թղթի հայ-ամերիկյան, թուրքական ու ադրբեջանական, թղթով հայ-ամերիկյան թրիփի նախագծի իրականացման շրջանակի մասին փաստաթուղթը նկատի ունենալով Facebook-ում ավետել է Հայաստանի արտգործնախարարը։ Միայն թե առանց ժպիտի, կարելի ասել, նույնիսկ մտախոհ։ Դե թող կարդան, շեշտադրում են անում կարդալուն, այո, թող կարդան։ Կարդացել է կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը։ Պարզել Հայաստանի ու Միացյալ Նահանգների նոր փաստաթուղթը ամենևին էլ ավետիս չէ։ Քաղաքականը դեռ մի կողմ, տնտեսական ավետիսել չէ։ Բոլոր մարդիկ, ովքեր գիտեն, թե ընկերությունները ոնց են աշխատում եւ բաժնետ իրական ընկերություն որ սա, գիտեն, որ որոշումների կայացման գլխավոր որոշումների կայացումը պատկանում է փաթեթի մեծ բաժին ունեցողին։ Թրիփի զարգացման ընկերության բաժնետոմսերի 74%-ը Միացյալ Նահանգներինն է, ընդամենը 26%-ը Հայաստանինը։ ԱՄՆ-ն հռչակագրում սևով սպիտակի վրա ամրագրել է նախ իր ներդրումներն է վերադարձնելու։ Financial return-ը, ֆինանսական վերադարձը շեշտադրվում է այստեղ, ինչը նշանակում է, որ իրենց արած ներդրումները իրենք առաջինն են հետ տանելու։ Ներդրումներն ինչպես են վերադարձնելու, սա է շատ ավելի կարևոր։ Հազվագյուտ մետաղների պաշարներով, հստակեցնում է փորձագետը։ Այսինքն սա այն է, ինչի համար իրենց նաև հետաքրքիր է Ուկրաինան, որի վերաբերյալ պարտադրեցին Զելենսկուն, գիտենք ինչ վատ ձևի պարտադրեցին խայտառականելով ստորագրի համաձայնագիր, որով ռեսուրսների կեսը արդյունահանվող այս հազվագյուտ մետաղների եւ մնացածի տալու են ԱՄՆ-ին։ Ավետիսյանը հորդորում է իրեն ճիշտ հասկանալ, չի ասում, թե Միացյալ Նահանգներին պետք է թշնամի հռչակել։ Բացարձակապես։ Նրանք կարող են դառնալ բարեկամ մեզ այն ժամանակ, երբ որ մենք մեր ազգային շահեր հետապնդենք։ Փորձագետը պնդում է, թրիփով Հայաստանը միջոց է դառնում Նախիջևանը Ադրբեջանին կապելու համար, միջանցք։ Մեր կառավարումը այստեղ փաստաթղթում ձևական է իրականության մեջ։ Շահ ունենալու է Միացյալ Նահանգները։ Սա իր համար խաղաքարտ է, որ հաջորդիվ կարող է օգտագործել եւ Թուրքիայի դեմ եւ Ռուսաստանի դեմ։ Երկրորդ, այս տարածաշրջանում Իրան կա, որը ունի նավթային մեծ պաշարներ եւ իրենք ուզում են իրենց ոտը, այսպես ասած, պնդացնել նաեւ այս կողմում։ Փորձագետը շարունակում է. երկրորդ պետությունը, որ ընդգծված շահ ունի թրիփից, Թուրքիան է։ Ադրբեջանի հետ ցամաքային կապ ունենալուց բացի, Սյունիքը մեր տարածաշրջանում, մեր Հայաստանում ամենաքիչ բնակեցված խտությամբ վիճակագրական պաշտոնական տվյալ եմ ասում, մարզն է, ամենաքիչ խտությամբ։ Եվ կարելի ասել միակ եկամտի աղբյուրը այդ պղնձի հանքերն են, այդտեղ գործող։ Ինչ որ պահի, երբ որ դրանք իրենց պաշարները նվազեն կամ դադարեն, այդտեղ շատ քիչ մարդ է մնալու, որտեղ եկամտի աղբյուր գրեթե չկա։ Թուրքական պլանն է այս ենթակառուցվածքը զարգացնելու անվան ներքո այդտեղ մեծ ներկայություն ունենալ, այնպես ինչպես Բաթումում։ 21-րդ դարում ցեղասպանությունները միայն յաթաղանով չեն լինում։ Տնտեսական էքսպանսիայի ենթարկված Բաթումին ձեզ օրինակ հիշեցնում են քաղաքական տեխնոլոգիայի մասնագետները։ Գալու ես, գնալու ես, աշխատելու ես, անելու ես, մենք տանելու ենք ամբողջը։ Որտեղ է սուվերենությունը։ Մի քիչ ենք տալու, բայց ձեզ ոնց որ ամբողջը չեն տալու։ Դե այնքան են տալու, որ էշի չսատկի, էլի, սոված չմնա, ուտի, տենց կարողանա աշխատի։ Ահա թե ինչ է գրված թրիփի նախագծի իրականացման շրջանակի մասին փաստաթղթում Հայաստանի եւ հայ ժողովրդի համար ակնկալվող օգուտներ ենթավերնագրի տակ։ Employment, աշխատանք, joint venture, միասնական ինչ-որ կազմային technology transfer, սրանք դատարկ խոսքեր են, էլի, այս աշխատատեղ մյուսը նման է նրան, ոնց որ դու թողես գան, քեզ գրավեն, ամուսարի ծրագիրը վառ օրինակ։ Էքսպլուատացնեն, ռեսուրսը տանեն, քո ժողովրդին էլ տեղ բան, որ աշխատացնեն, ասեն աշխատատեղ ենք ստեղծում քո համար։ Հայաստանի հարավային դարպասը կառուցապատման իրավունքով մինչև 100 տարի կարող է վարձակալության տրվել Միացյալ Նահանգներին։ Կառավարման մասնագետի համար ոչինչ են պնդումները, որ նոր փաստաթղթում Հայաստանի համար 7 անգամ գրված է ինքնիշխանություն, 9 անգամ իրավազորություն բառը, նույն է թե մարդուն ասեն։ Դու ամեն օր պարտավոր ես գալ այս շենք, կատարել այս ինչ աշխատանքը, մենք կվերցնենք քո այդ աշխատանքի 80%-ը, հետո դու ամեն օր ժամը 10-ին կգնաս, դու արձակուրդի իրավունք կունենաս օրինակ տարվա մեջ այսօր այն օրերով, դու իրավունք չունես հրաժարվելու այս աշխատանքից, 100 տարի դու պարտավոր ես սա անել, այս աշխատանքը, եւ քո ստեղծած բարիքները մեծամասամբ մենք ենք տանելու, բայց դու սուվերեն ես, դու անկախ ես։ Եվ ուրեմն
Ինչ խղճով է Հայաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարում, որ թրիփի նախագծի իրականացման շրջանակի մասին փաստաթուղթը լավն է Հայաստանի համար։ Միրզոյանը ում շահերն է սպասարկում։ Ես ասում եմ, այս իշխանությունը հայկական շահեր չեն սպասարկում։ Արփիս Քեսյան, Հենրիկ Համասասպյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ 40-ից 20-ն էլ դրան աջակցողն է։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։